Բարև ձեզ, FM 107 հաճախականությամբ Արմ ռադիոյի եթերում սոցիալական ցանցերի տեսությունը ձեզ կներկայացնի Հասմիկ Բուդաղյանը։ Այսօրվա համար սոցիալական ցանցերում քննարկվող ամենաթեժ թեմաներից առանձնացրել ենք հետևյալը։ Առաջին տեղում իհարկե Լիբիայի բռնապետ նախագահ Մուամար Քադաֆիի սպանության մասին պատմող նյութերն էին, տեսահիրիզներն ու դրանց մասին քննարկումները։ Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն, կա նման բան, թե հորինված է որոշ ՀԿ-ների հետապնդելու համար։ Նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները տիրապետում են տարբեր լեզուների, այդ թվում ադրբեջաներենի։ Ախթալայի վանական համալիրը կվերանորոգվի, իսկ Խաղարծինում ժամանակակից լուսամփոփներ են տեղադրվել։ Ֆրանսիացի նախարարը կնոջն անկողին է հրավիրել Twitter-ով, նաև այլ ցանցային նորություններ։ Այս տարվա փետրվարի կեսերից Լիբիայի բռնապետ նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով երկրում ցույցեր էին սկսվել։ Մեկ օր առաջ դաժանաբար սպանվեց երկրի տիրակալը։ Բլոգեր Տիգրան Քոչարյանը գուժում է. Լիբիայի միակ տղամարդն էլ հեռացավ։ Երեկվանից սոցիալական ցանցերն ու լրատվական կայքերը ողողված էին առնաթաթախ Քադաֆիի լուսանկարներով ու տեսանյութերով։ Գրող Մարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան մի գրառման մեջ ասում է. Քադաֆիին չսպանեցին, հոշոտեցին ուղակի։ Կարողա չափազանցնում եմ, բայց ինձ թվում է այս հոշոտումով ավարտվում է արևմտյան պոլիտկորեկտության դարաշրջանը ու նոր դարաշրջան է սկսվում Քյասար ու Վայրենի։ Կարեն Վարդանյանը չի հավատում աչքերին, որ Քադաֆին այլևս չկա։ Լավ էլի ժողովուրդ, ինձ համար դեռ մեծ հարց է, նա իսկապես զոհվել է, մի դարձեք արևմտյան հնարքների զոհ։ Իդեպ նաև հարց է, եթե նա այնուամենայնիվ սպանվել է, սպանողները լիբիացիներ էին, թե ԱՄՆ կամակատար կատարցիները կամ Ալ-Քաիդան։ Քադաֆիի միակ սխալն այն էր, որ նա խնայեց անվտանգության վրա։ Ներկայիս Վայրենի աշխարհում կա անվտանգության միայն երկու երաշխիք՝ միջուկային զենք եւ C-300 կամ C-400, մնացածը զրույցներ են, իսկ երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Իրականում ԱՄՆ-ին մեծ պատերազմ է պետք, իսկ ինչպես է ասել Օտտո ֆոն Բիսմարկը, եթե մեկը ցանկանում է պատերազմել, նա առիթը կգտնի, իսկ չլինելու դեպքում կստեղծի։ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման էլ շտապեց շնորհավորել Լիբիայի ժողովրդին երկրի նախկին առաջնորդ գնդապետ Մուամար Քադաֆիին ոչնչացման եւ պատերազմում կրած վերջնական հաղթանակի առիթով։ Դա դարակազմիկ օր է Լիբիայի պատմության մեջ, հայտարարեց Օբաման Սպիտակ տնից ուղիղ եթերով, հավելելով, որ Քադաֆիի մահը խորհրդանշում է լիբիական պատմության երկար, սև եւ դաժան ղեկավարի կառավարման ավարտը։ Մարինե Պետրոսյանի գրառման տակ Աննա Ալեքսանյանը նշում է. «Ակամա հիշեցի Հիտլերին, որը նույնիսկ իր մարմինը չթողեց թշնամու ձեռքն ընկնի։ Դա չի արդարացնում իր ոճրագործությունները, սակայն նա այդ քայլով անմահացրեց իր գաղափարները»։ Աննա ջան, չես ասի, որոնք են Հիտլերի անմահացած գաղափարները, հարցնում է Մարինե Պետրոսյանը։ Ահա պատասխանը. Հիտլերը համարվում է նացիոնալ սոցիալիզմի հայրը։ Անմահացած ասելով ես նկատի ունեմ այն բոլոր նացիստական եւ նեոնացիստական շարժումները, որոնք առկա են հիմա աշխարհում։ Մարինե Պետրոսյան. Աննա ջան, ես քո հետ համաձայնեցի այն առումով, որ Հիտլերի գաղափարները մեռած չեն, հետևորդներ ունեն, բայց չեմ կարծում Հիտլերն իր ինքնասպանությամբ կարողացավ սրբացնել դրանք։ Գաղափարները, որոնց իրականացման համար պետք է լինում մարդկանց ոչնչացնել այն տեսակ զզվելի ձևերով, որով հիտլերականներն էին անում, ընդ որում ոչնչացնել թե ֆիզիկապես, թե հոգեպես նվաստացնելով ու անասունի վերածելով, չեն կարող լիարժեք լինել։ Նրա գաղափարները ճիշտ է այսօր էլ հետևորդներ ունեն, բայց դրանք մարգինալ գաղափարներ են։ Ահա հրապարակախոս Հրանտ Տեր Աբրահամյանի գրառումը Քադաֆիի թեմայով։ Քադաֆիի ամոլության ամբողջ զավեշտն այն է, որ Քադաֆին իրականում ոչ մի այլընտրանք վաղուց չէր ներկայացնում համաշխարհային այսօրվա համակարգի հարազատ մասնիկներ ու ոչ ինքը, ոչ էլ նրա նորաբողբոջ կողմնակիցները որևէ դրական ասելիք չունեն։ Քադաֆին բոլոր եվրոպական առաջնորդների ընկերն էր, լիքը փող ուներ աշխարհի բանկերում, բայց մի օր բախտը չբերեց, լիբիացիների մի մասն իրեն չուզեց։ Պատմությանը ծանոթ են հազարավոր այսպիսի դեպքեր։ Մի հատ փորձեք հարցնել, լավ, բայց ձեր ուզածն ինչ է, հարգելի Քադաֆի ողբացողներ։ Լրագրող Հակոբ Բադալյանը գրում է. դատելով արդեն մի քանի արձագանքներից շուտով Հայաստանում Քադաֆին կհռչակվի արևմտյան հալածանքների տառապյալ հոգի եւ կսկսվի ի պաշտպանություն Քադաֆիի շարժում։ Իհարկե ոչ ոք միամիտ չի, որ հավատա լիբիական ժողովրդավարության արևմտյան մղումներին, բայց դե նենց էլ չի, որ այն ազնիվ լուսավոր Քադաֆին իր համար թակավորում էր, արևմուտքն էլ եկավ ու տենց հարամարեց իր ձեռքով իր սարքած խնջույքը։ Հա վախտին Քադաֆիին դրել են գլխների վրա, բայց Քադաֆին էլ սեփական գլուխ ուներ ու երևի պետք է հասկանար, որ կա արևմուտքի գլխի վրա նստելու եւ կա սեփական երկրի ու ժողովրդի գլխից իջնելու ժամանակը։ Ժամանակի այդ զգացողությունը շատ կարեւոր է ցանկացած ամբողջատիրական բուրգի գագաթի համար։ Օրերս մի հայտարարություն տարածվեց բանակում ծառայող երիտասարդների նախաձեռնություն անվան տակ, որտեղ դատապարտվում էին բանակի խնդիրների մասին խոսող գրանտակեր ՀԿ-ների քայլերը։ Հակոբ Բադալյանը նրանց առաջարկում է հանուն բանակի ոչ թե բանակի խնդիրները բարձրաձայնող ՀԿ-ներին մերկացնել, այլ որպես ծառայած տղերք մերկացնել այն պաշտոնյաներին ու մեծահարուստներին, որոնց տղերքը չեն ծառայել բանակում կամ ծառայել են այսպես ասած էլիտար զորամասերում։
Լրագրող Աննա Իսրայելյանն էլ ասում է, որ այդ նախաձեռնությանը նամակ է գրել, խնդրել է, որ կազմակերպության ներկայացուցիչը զանգի իրեն հարցազրույց կազմակերպելու համար, բայց մինչ այսօր ոչ ոք չի զանգել։ Ենթադրության տեղիք է տալիս, որ նման կազմակերպություն իրականում չկա, ասում է լրագրողը։ Հիշեցնենք, խոսքը բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության մասին է։ Իդեպ, բանակի մասին խոսում են բոլորը, յուրաքանչյուրն իր մասնագիտության շրջանակներում։ Թեմային երեք անդրադարձել է նաև գրականագետ Ավիկ Իսահակյանը, ով կարծիք է հայտնել, թե բանակում տիրող իրավիճակի ու համապատասխան գործողությունների հիմքում ընկած է հայերենի աղճատվածության փաստը։ Անկամ մի բառը կարող է դառնալ սպանության հիմք, սա զարմանալի թող չթվա։ Մեր գիտակցությունը, եթե խեղվել է հայերենը հասել է կենցաղային ապերոյական մակարդակի, հենց սա է ծնում նաև բանակում այլանդակությունները։ Զապադլոչի, էշչի, էնչի բառեր են մտցրել մեր բանակի մեջ ռուսական եւ այլ լեզուներից, որոնք աղճատում են մեր լեզուն, մեր լեզվամտածողությունը։ Հետաքրքիր է, եթե զապադլո բառի փոխարեն զինվորներն օգտագործեն, ասենք, անհարիր կամ նման մեկ այլ տարբերակ, արդյոք բանակում կատարվող ցավալի երևույթները գոնե մի 10%-ով կպակասեն։ Ռուսական ՌԻԱ Նովոստի պարբերականը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը, որոնցով նա որոշ գաղտնազերծումներ է արել։ Ռուս ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից իր տպավորությունների մասին Մեդվեդևն ասել է. «Երկու նախագահների շրջապատներն իրար հետ ված չեն լեզու գտնում ու հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի եւ հակառակը, դա գաղտնի է պահվում։ Նախագահներն էլ միմյանց հետ ված չեն լեզու գտնում, երբ միասին նստած են լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ էլ շփվում են»։ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը օրերս Ժողովուրդ թերթին եւ Իլուր AM-ին այս առնչությամբ մեկնաբանություն է տվել։ Ենթադրում են, որ շրջապատ ասելով Դմիտրի Մեդվեդևը նկատի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր տիրապետում են մի շարք օտար լեզուների՝ անգլերենի, արաբերենի, ֆրանսերենի, այդ թվում ադրբեջաներենի։ Անկեղծ ասած, ինքս կարծում եմ, որ լեզուների իմացությունը ամեն մարդու համար էլ միայն առավելություն է, մանավանդ անվտանգության ծառայության աշխատակիցների համար եւ մանավանդ թշնամու լեզուն իմանալը։ Այս առիթով հետաքրքիր երևակայական հոդվածով է հանդես եկել լրագիր AM-ում Եղիշե Մեծարենցը։ Նա գրում է. «Չի բացառվում նաև, որ Սարգսյանն ու Ալիևը իրենց անվտանգության ծառայություններին միտումնավոր էլ հանձնարարում են միմյանց հետ շփվել եւ անեկդոտներ պատմել, որպեսզի Մեդվեդևը իրենցով շեղվի եւ չկպնի իրենց կարգավորման իր նախաձեռնություններով, մինչեւ ասենք երևի Պուտինը գա ու տեսնեն ինչ են անում»։ Չենք լռելու քաղաքացիական նախաձեռնությունը հազանգում է հաղարծինի խայտառակ նաչնիկների մասին, կարդում ենք սոցցանցերում։ Նախաձեռնությունը դեռ հուլիսի սկզբին էր հազանգել Տավուշի մարզում գտնվող հաղարծինի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված չափանիշներն ակնհայտորեն չպահպանելու խնդրին։ Չենք լռելուն հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են հաղարծինի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը։ Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս նաչնիկներ, որքանով է այդ ռաբիսությունը համատեղելի 13-րդ դարի սրբավայրի ոգու հետ, հաշվի առնելով, որ այդ ոգուց գրեթե ոչինչ չի մնացել, գուցե համատեղելի է։ Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության անդամները նախորդին այցելել են նաև Աղթալայի վանք, որի վանահայր Տեր Վիգեն Քահանա Ղազարյանը պատմել է, որ վերջերս սրբատեղի այցելած մի խումբ բարերարներ, որ ցանկանում են անհայտ մնալ, հայտնել են վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին։ Հիշեցնենք, Աղթալան մեկն է քաղաքեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից, որոնք յուրացնելու եւ սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները։ Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Էրիկ Բեսսոն ինտիմ հաղորդագրություն է ուղարկել իր 24-ամյա կնոջը Twitter սոցիալական ցանցի միջոցով, ինչի մասին իմացել են նախարարի 14000 ընկերները։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Ես օգնած տուն կվերադառնամ եւ միանգամից անկողին կմտնեմ, դու ինձ կմիանաս, գրել է նախարարը Twitter-ում։ Հաղորդագրությունը, որը նախարարի սխալի պատճառով հասանելի է դարձել բոլոր բաժանորդներին, ծաղրական ու սուր մեկնաբանություններով արագ տարածվել է համացանցում։ Րոպեներ անց Բեսսոն գլխի է ընկել տեղի ունեցածի մասին եւ ջնջել է հաղորդագրությունը, սակայն արդեն ուշ է եղել։ Սա ինձ համար դաս կլինի, պետք է զգույշ լինել, չխառնելու կոնտակտներն ու պատահմամբ չսեղմել ուղարկել կոճակը։ Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորում է Fortune ամսագրի ամենահաջողակ երիտասարդ գործարարների ցուցակը։ Մասնավորապես նշվում են Ցուկերբերգի այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են Facebook-ի լսարանի աճը, մինչև 800 միլիոն, իսկ սոցիալական ցանցի գինը գնահատվել է մինչև $50 միլիարդ։ Իրավատերերը դատի են տվել Одноклассники ռուկայքին երաժշտություն բաժնում անօրինական ճանապարհով երգեր տեղադրելու համար։ Одноклассники ռուն Ռուսաստանում 70 միլիոն օգտատեր ունի, ամսվա կտրվածքով կայքից օգտվում է 18 միլիոն մարդ։
Համացանցի զարգացմանը զուգահեռ արդյոք կվերանա տպագիր մամուլը, որոշ թերթերի խմբագիրներ կարծում են, որ դեռ ոչ։ Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանը համոզված է, որ ինտերնետային ԶԼՄ-ների առկայության ֆոնին թերթերը կմահանան այն ժամանակ, երբ կմահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը, սակայն միաժամանակ թերթերն ու հեռուստաընկերությունները պետք է վերանային լրատվության տարածման իրենց մոտեցումները։ 5-6 տարի հետո թերթերը լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Երկիրի խմբագիր Բագրատ Եսայանը կարծում է, որ թերթ ընթերցելու մշակույթն աստիճանաբար վերանում է, իսկ ժամանակ թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը կարծում է, որ թեպետ խնդիրն առկա է ամբողջ արևմուտքում, սակայն հեղինակավոր պարբերականները անգամ ինտերնետային տարբերակներ ունենալու պարագայում չեն մտածում փակվելու մասին։ Մեծ հետ զրույցում Երկիր թերթի խմբագիրն ասաց, որ մի 10 տարուց մեր թերթերը քիչ-քիչ կվերանան։ Այդ դեպքում ինչու չեն վերանում մեզնից 10 եւ դեռ 50 տարի առաջ ընկած Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տպագիր թերթերը։ Իմ այս հարցին պատասխանում է Երկիր օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը։ Այսօր փաստորեն մարդիկ շատ-շատերը դադարեցրել են իրենց այն սովորույթը, երբ առավոտյան տպագրված թերթը վերցնում էին եւ սուրճի առավոտյան կամ թեյի հետ միաժամանակ հետևում էին թերթով հետևում էին լուրերին։ Այսօր դրան փոխարինում է ինտերնետը եւ եթե ուշադրություն դարձնեք փոփոխություններ են կրել նաև արևմտյան մամուլը։ Այսօր արդեն ամերիկյան եւ եվրոպական մամուլի միջոցները, տպագիր մամուլի միջոցները նաև փորձում են կազմակերպել էլեկտրոնային բաժանորդագրություն եւ շատ թերթերի էլեկտրոնային կայքեջեր արդեն փակված են ազատաթերթանության համար։ Նրանք փորձում են բաժանորդագրությամբ լրացնել այն բացը, նաև ֆինանսական բացը, որ առաջանում է իրենց տպաքանակի կրճատման պատճառով։ Սա ճանապարհներից մեկն է եւ ասեմ, որ բավականին հեռանկարային ճանապարհ է, որովհետեւ եթե բաժանորդագրությունը, փոստով բաժանորդագրությունը ինչ որ չափով սահմանափակումներ էր մտցնում, այսօր միասնական համաշխարհային համացանցում բաժանորդագրությունը որևէ խնդրեմ չի ներկայացնում եւ Հայաստանում նստած որևէ մեկը կարող է էլեկտրոնային բաժանորդագրություն ստանալ Los Angeles Times-ի կամ Guardian։ Այսօրվա համար սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից առանձնացրել էի այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 11-ին եւ կիմանանք, թե ինչ է խոսում աշխարհը առայժմ։